Ողջունում եմ բոլորիդ սիրելիներ, մի պատմությամբ եմ ուզում կիսվել ձեզ հետ։ Իհարկե այս պատմությունը պատմում եմ կոնկրետ մի ընտանիքի կյանքի մասին, իհարկե իրանց թույլտվությամբ։ Կխնդրեմ լսել մինչև վերջ, հավատում եմ ամեն մեկդ, սկսած նաև ինձանից, ինչ-որ բաներ հաստատ կառնեք ձեր համար, ձեր հոգու համար, ձեր հոգևոր ընթացքի համար, որպես դաս կամ խրատ, որ այլևս նման սխալ չգործեք։ Տարիներ առաջ մի հոգևոր ընտանիքի հետ մտերմություն կար։ Ժամանակի ընթացքում ինչ-ինչ պատճառներով մեր կապը ընդհատվեց, առանց որևէ պատճառի կամ առանց որևէ ինչ-որ խնդրի, պարզապես այդպես ստացվեց։ Նրանք բավականին խելացի, կրթված, բավականին կյանք տեսած մարդիկ էին, հասուն մարդիկ էին, բայց իրենց պատմությունից հետո հասկանում եմ, որ իրականում կրթվածությունը ընդհանրապես կապ չունի, մարդ պետք է կիրթ լինի կյանքի նկատմամբ եւ բաց լինի կյանքի յուրաքանչյուր էտապի մեջ, խրատ լսի, ուղղություն լսի։ Ուրեմն պատմությունը հետեւյալն է, հիմա նրանք բավականին շատ վատ հոգեվոր վիճակի մեջ են, իրենց հետ շփվում եմ, փորձում եմ օգտակար լինեմ, նրանք խնդրեցին, որպեսզի կիսվեմ այս պատմությամբ, նրանք չէին պլանավորում երեխա ունենալ ու շատ չմանրանամ, հասկանում եք այնպիսի դարում ենք ապրում, որ ամեն միջոց կա այդ ամեն ինչը կանխելու, իհարկե ես այդ ամեն ինչին դեմ եմ, անցել է արդեն բավականին տարիներ, 6-7 տարի, նրանք չեն կարողանում երեխա ունենալ, նրանք անգիտակցաբար դեմ գնացին տիրոջ ծրագրին, որն է տիրոջ ծրագիրը, տիրոջ ծրագիրն է, որ ամեն մեկը ունենա ընտանիքի շարունակություն, սերնդի շարունակություն, քանի որ նրանք էին պլանավորում երեխա երբ ունենալ, բայց արյուտես հիմա լրիվ հակառակ պատկերն է, նրանք չեն կարողանում երեխա ունենալ, ինչն է պատճառը, չգիտեմ, նրանց անհնազանդությունը, թե միգուցե նրանց անլուրջ վերաբերմունքը հոգևոր արժեքներին, գիտեք, երազանք ունենալը լավ բան է, նպատակ ունենալը լավ բան է, աշխատելը լավ բան է, գումար վաստակելը լավ բան է, բայց երբ որ այդ ամեն ինչի առաջնահերթությունները տեղերով փոխվում են, մարդիկ արժևորում են նյութականը, ոչ մնայունը, ոնց որ առաջնահերթությունները փոխվում են, Աստված անցնում է երկրորդ պլան, երրորդ պլան, շատ ժամանակ կարող են անգամ պլաններ ծրագրավորեն, անգամ Աստծո կամքը չհարցնեն, մի անգամ էլ չհարցնեն, Տեր ջան, արդյոք սա քո կամքն է։ Պարզվեց, որ որոշակի հիվանդություններ ունեն ու այդ հիվանդությունների պատճառով նրանք չեն կարողանում երեխա ունենալ, նրանք կոտրված են, նրանք բավականին հուսահատված են, ինչուներ, ինչի Աստված թույլ տվեց, դե չգիտեք, մարդիկ երբ որ մարդկանց կյանքում երբ որ ինչ-որ մի բան է տեղ ունենում, սկսում են մեղադրել Աստծուն, բայց Փառք Աստծո, որ արդեն սիրտ ունեն, բացատրում ասում, գիտեք, երբ որ դուք որոշում եք կայացնում ձեր կյանքում, դուք Աստծուն չէիք հարցնում, չէ, իսկ հիմա ինչու եք ձեր որոշումների մեջ մեղադրում Տիրոջը։ Ես շատ էի մտածում սրա մասին, լավ, ինչի է այսպես, Տեր, ինչն է պատճառը, ու այսպես ոնց որ Տերը թույլ տվեց, հասկացա, որ Տերն է մեզ սերունդներ տվողը։ Մենք չենք կարող որոշել, մենք սերունդ կունենանք, թե ոչ։ Երբ որ մենք Աստծո որոշումների մեջ մեր որոշումներն ենք խառնում ու մեր ծրագրերի մեջ չի մտնում, երեխան անցնում է երրորդ պլան, չորրորդ պլան, այդտեղ կարող ասեմ Աստծո դուրը չի գալիս։ Աստված չի պատժում ոչ մեկին։ Պարզապես Հակոբոսի թղթերում էլ է գրված, որ Աստված երբեք ոչ մեկին չի փորձում, այլ յուրաքանչյուրս, հա, իրավիճակների մեջ ինչ-որ սխալներ ենք թույլ տալիս ու ունենում ենք այն, ինչ որ ունենում ենք։ Ես շատ մակերեսորեն եմ պատմում այս ամեն ինչի մասին, ինչու իրենք համաձայնվեցին խոսել սրա մասին, խոսեմ իրանց կյանքի մասին, հիմա իրենք հասկանում են, որ սովորելը լավ է, կրթություն ունենալը լավ է, աշխատանք ունենալը լավ է, բայց դա շատ ժամանակ չի կյանքի կարևոր
գործոնը դու կարող ես այսօր հաջողակ լինել, բայց եթե դու ուրանում ես Աստծուն, քո հաջողությունը քեզ համար կդառնա անեծք։ Նրանք ուզում են վերականգնվել, նրանք ուզում են նորից սկսել, նորից դառնան դեպի Տերը, ոչ թե արդեն ակնկալիքով, որ ահա Տեր մենք գալիս ենք քեզ մեզ սերունդ, դու չգիտեք իրական ապաշխարությունը որն է։ Իրական ապաշխարությունը Աստծո հետ բազար անելը չէ, շուկայական հարաբերությունների մեջ մտնելը չի։ Իրական ապաշխարության պտուղը նա է, երբ որ մարդ գիտակցում է խորապես իր սխալը ու ամեն օր փնտրում է Տիրոջ երեսը, կարդալով, աղոթելով, խնդրելով, որ Տերը ուժ տա, որպեսզի փոխվեն մարդիկ, փոխվի մարդու էությունը, փոխվի մարդու գաղափարները, մարդու մտածելակերպը։ Տերը չի բռնանում մարդու որևէ կամքի կամ մտածելակերպի վրա, բայց որոշակի գործոններ կան կյանքում, սիրելիներ, առաջնահերթությունը տվեք Տիրոջը։ Տիրոջ հետ քննարկեք ձեր ծրագրերի մասին ու հարց տվեք. Տեր, սա քո կամքն է։ Ով է մարդը, ով ես դու մարդ, որ դու պիտի որոշես եւ երեխա պիտի ունենաս։ Այստեղ էլ կա վտանգ, սիրելիս։ Մի արեք այնպիսի բաներ, որ առաջարկում է աշխարհը։ Գիտեք, լավ է, երբ որ նորաստեղծ ընտանիքներում լինում է սեր, ուրախություն, այդ առաջի սիրահարվածության շարունակություն ընտանիքում կենցաղում, բայց հիշեք մի բան, ընտանիքը կատարյալ է դառնում, երբ որ ընտանիքը շարունակությունը երևում է, այսպես ասած, բալիկներով կամ բալիկով, ոնց Տերը կկամենա։ Ասածս որն է, կավարտեմ հիմա, չգիտեմ ինչ առակ է, շատ կարճ եմ խոսել, շատ չեմ մանրացել, բայց հուսով եմ հասկացաք միտումս որն էր։ Երբեք պլաններ մի գծեք։ Ձեր պլանները Աստծո պլանները չեն։ Աստծո պլանները մեր պլանները չեն։ Անկախ ամեն ինչից, դու ինչ ես ուզում, ինչ իրավիճակի մեջ ես, երբեք դու չպլանավորես քո սերունդի ծնունդը։ Այդտեղ արդեն իրականում շատ մեծ ցավ ու հարված կա։ Աստված չի հակառակվում բոլորին, բայց որոշակի նրբություններ կան, հուսով եմ հասկացար ինձ, սիրելիներ։ Չգիտեմ, եթե հետո էլի թույլ տան, շատ մանրամասներ կկիսվեմ նաև ձեր հետ։ Եկեք աղոթող լինենք այդ զույգի համար եւ խնդրենք, որ Տերը նրանց ուժ, իմաստություն եւ վերականգնվելու հնարավորություն տա։ Այսքանը։